Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես Հայաստանն ու Լիտվան այս պահից սկսած ռազմավարական գործընկերներ են, արտգործնախարարն է հայտարարել Լիտվայի պաշտոնակցի հետ ասուլիսում։ Կեստուտիս Բուդրիսը մեր երկրում է պաշտոնական այցով։ Նախարար Միրզոյանի հետ հանդիպումից հետո կողմերը հայտարարություններ են արել պատասխանել լրագրողների հարցերին։ Արարատ Միրզոյանն ասել է, որ ստորագրել են փաստաթուղթ, որով բարձրացրել են հարաբերությունների մակարդակը։ Կողմերը նաև քննարկել են տնտեսական գործակցության հեռանկարները։ Միրզոյանը նաև նշել է, որ Հայաստանը երախտապարտ Լիտվայի գործընկերներին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցում մեծ աջակցության համար։ Նախարարը տեղեկացրել է աշխարհաքաղաքական զարգացումների մասին, ներկայացրել Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասով դրական առաջխաղացումները։ Կեստուտիս Բուդրիսն էլ ասել է, որ Լիտվան լիովին աջակցում է խաղաղության գործընթացին եւ հուսով է, որ այն նոր տնտեսական հնարավորությունների դռներ կբացի բոլորի համար։ Ավելի ուշ արտգործնախարարին ընդունել է անվտանգության խորհրդի քարտուղարը։ Կարողացանք ստորագրել մի փաստաթուղթ, որով բարձրացրեցինք մեր հարաբերությունների մակարդակը, Հայաստանը եւ Լիտվան այս պահից սկսած ռազմավարական գործընկերներ են։ Սա մի ձևաչափ է, որը մեզ հնարավորություն կտա եւ ավելի լրջացնելու մեր քաղաքական երկխոսությունը եւ համագործակցությունը, բայց նաեւ ավելի համապարփակ մոտենալու ոլորտային համագործակցությանը։ Մենք այսօր հնարավորություն ունեցանք քննարկել մեր տնտեսական համագործակցության հեռանկարները, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կիբերանվտանգության, որտեղ Լիտվան հարուստ փորձ ունի, որտեղ մենք որոշակի փորձ եւ գիտելիքներ ունենք եւ կկարողանանք օգտակար լինել միմյանց։ Իհարկե մենք մեր բարեկամությունը, որը վերջին տարիներին ընդգծված կերպով դրսևորվել է երկկողմ հարթություններում, իր դրսևորումն է գտնում նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններում եւ նաև միջազգային հարթակներում։ Մենք երախտապարտ ենք նաև մեր լիտվացի գործընկերներին Հայաստան-Եվրոպական միություն, ուրեմն հարաբերությունների խորացման հարցում ստացած մեծ աջակցության համար։ Շատ հետաքրքիր համագործակցության ձևաչափ է մեզ համար շատ կարևոր նաև եւ հետաքրքիր ձևաչափ է Հայաստան, Նորդիկ, Բալթիկ երկրների համագործակցության ձևաչափ, այստեղ եւս վայելում ենք Լիտվայի լիակատար աջակցությունը, մի մեր համագործակցության եւ կամ ընդհանուր համագործակցության լավագույն դրսևորումներից, ամենաթարմ դրսևորումներից մեկը մենք վերջերս հյուրընկալեցինք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Երևանում եւ նաեւ անմիջապես դրան զուգահեռ տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը։ Պետք է անպայման ընդգծենք, որ մեր հարաբերությունները հիմնված են նախ եւ առաջ ընդհանուր արժեքների վրա՝ ինքնիշխանության, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ սա իհարկե ուրախալի նորություն է, բայց կա զուգահեռ նորությունը, որ այս նույն արժեքները, որ ես քիչ առաջ նշեցի, թիրախավորվում են տարբեր կենտրոնների կողմից մեր օրերում եւ հիբրիդային սպառնալիքների ներքո են գտնվում եւ ուզում եմ ասել, որ սա եւս մի ոլորտ է, որտեղ մենք եւ Լիտվան սերտորեն համագործակցում ենք, ուրեմն հասցեագրելու այս մարտահրավերները։ Հարգելի գործընկերներ, իհարկե մենք խոսել ենք նաեւ հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերի վերաբերյալ, նաեւ առհասարակ աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ ես գործընկերոջս ներկայացրել եմ մեր եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը, ենթակառուցվածքների ապաշրջափակումը, ներկայացրել եմ TRIP նախագիծը, դրա շրջանակներում ձեռնարկվող քայլերը եւ այստեղ էլ մինչ այսօր եւ վստահ եմ ապագայում եւս հանդիպել ենք եւ կշարունակենք հանդիպել միայն Լիտվայի ողջունելը եւ աջակցության պատրաստակամությունը։ Ինչ վերաբերում է անվտանգության ոլորտին, այո, քննարկել ենք Իսկ սկզբանե իրավիճակը ինչպիսին է եղել, ինձ նախարարը տեղեկացրեց եւ բացատրեց աշխարհաքաղաքական զարգացումների մասին եւ ներկայացրեց Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների մասին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների դրական առաջխաղացումների մասին։ Այս դրական առաջխաղացումները բոլորս կարիք ունենք, սա կայունություն է բերում եւ որ հնարավորություններ են ձեռում, ուստի Լիտվան լիովին աջակցում է խաղաղության գործընթացը եւ հուսանք որ այն նոր տնտեսական հնարավորությունների դռներ կբացի բոլորի համար։ Սահմանները բացելով, առևտուրը բացելով,
ճանապարհը ենթակառուցվածքները բացելով, ժողովուրդների միջև կապերը ազատ դարձնելով, ապրանքների շրջանառություն, այս ամենը ավելի անվտանգության մակարդակը կբարձրացնի, որ արժանի եք բոլորդ այստեղ։ Նաև ուզում դրվատանքի արժանացնել Հայաստանին, գնահատել Հայաստանի հրաշալի կազմակերպվածությունը, երեք շատ կարևոր միջոցառումներ իրականացնելու ոլորտում, դա եվրոպական համայնքների գագաթնաժողովներ եւ Եվրոպա-Հայաստան գագաթնաժողովներ, որտեղ ունեցավ եւ շատ հաջող կերպով գիտեմ, որ Եվրոպյանյան երկխոսություն իրականացվեց այստեղ։ Նախարարները նաև պատասխանել են հարցին Ռուսաստանից հնչող հարաբերությունների վերաբերյալ։ Պետք է մեծ հարգանքով վերաբերվել մյուս կողմի այս կամ այն հարցում ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքին։ Արտգործնախարարն է հայտարարել, անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովից հետո Պուտինի կողմնորոշման մասին հորդորին ու քաղաքակիրթ ապահարզանի մասին հուշմանը։ Լիտվայի արտգործնախարարը ևս պատասխանել է հարցին։ Մենք չենք պատրաստվում ապահարզան տալ որևէ մեր գործընկերոջ կամ ապահարզան ունենալ որևէ գործընկերոջ հետ մեր հարաբերություններում, ընդհանրապես քաղաքականություն եւ դիվանագիտությունը այդպիսի ապահարզաններ կարծեմ թե այդպես առանձնապես չի ճանաչում պատմության ընթացքում, մենք նաեւ չենք պատրաստվում այսպես հակամարտ կամ երևի ավելի տեղին կլինի ասել լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, մենք գործընկերներ ենք, որոնք կապված են բազմաթիվ կապերով եւ մենք տրամադրված ենք առողջ միջավայրում, առողջ քննարկման միջավայրում այդ հարաբերությունները, փոխշահավետ հարաբերությունները զարգացնելուն խնդիրներ կան անշուշտ, նաեւ բայց կարծում եմ որ խնդիրներ կան բոլոր հնարավոր հարաբերություններում աշխարհում եւ միշտ էլ այդպես է եղել, այդ խնդիրներին ուղղակի պետք է կոնստրուկտիվ քննարկման լուծումներ գտնել եւ ի վերջո բոլոր կողմերը, ես նաև տեսական ասում եմ էլի բոլոր տեսակի հարաբերությունների համար, պետք է մեծ հարգանքով վերաբերվեն մյուս կողմի այս կամ այն հարցում ինքնուրույն որոշում կայացնելու ուրեմն իրավունքին։ Մենք շատ լավ հասկանում ենք եւ Ռուսաստանից չէ որ մեզ պետք է ասեն, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը եւ Եվրոպական միության անդամակցությունը անհամատեղելի են։ Հնարավոր չի մենք մնանք Եվրասիական տնտեսական միության մեջ եւ դառնանք Եվրոպական միության անդամ։ Եվ ահա մեր մոտարկումը Եվրոպական միության հետ մենք շարունակելու ենք եւ երբ որ կլինի հասունանա կգա այն պահը, որ մենք պետք է հենց այդ պահին որոշում կայացնենք լինել այս խմբի, թե այս խմբի ուրեմն երկրների ընտանիքների անդամ, մենք այդ որոշումը կկայացնենք, այստեղ որևէ նորություն չկա եւ կրկին մեզ դրսից չի որ պետք է այս մասին ասեն։ Եման դա կայսրություն չի, ասա միջազգային կազմակերպություն է։ Եվ այս կազմակերպության հիմքում արժեքներն են, սկզբունքները եւ որոշ կանոնակարգեր։ Մենք ուզում ենք իրար նման լինել եւ ուրիշները ուզում են մեզ նման լինել, ուզում են անդամպետություններ լինել։ Մենք բոլոր աջակցությունը տրամադրում ենք։ Եվրամիությունը ժողովրդավարությանն է վերաբերում օրենքի գերակայության, խաղաղության եւ բարգավաճման սկզբունքների հիման վրա է կառուցված։ Ինչպես ենք մենք դրան հասնում։ Մենք կարծում ենք որ լավագույն մոդելն ենք ստեղծել աշխարհում, թե ինչպես է հնարավոր սա անել։ Ինչպես կարող ենք մեր շահերը համապատասխանեցնել, ինչպես կարող ենք խաղաղություն պահպանել մի բան, որ երբեք Եվրոպայում այսքան երկար չի աշխատել, հիմա մենք այլևս չենք կռվում, մենք առևտուր ենք իրականացում, նոր տեխնոլոգիաներ ենք ստեղծում, ապագան ենք մենք կերտում, եւ աշխարհը սրա կարիքն ունի։ Ոստի բոլոր ազգերը, ովքեր ուզում են միանալ ԵՄ-ին, գործընկերության եղանակով, անդամակցության եղանակով, մենք բաց ենք։ Երբ Հայաստանի ժողովուրդը նախաձեռնեցին այս օրենսդրությունը, որ նախկինում ստորագրվեց եւ դիվանագիտական կապերը, սա ազդակ էր, որ մենք ուզում ենք ավելի սերտորեն համագործակցել մեր կողմից, այո, իհարկե, սիրով։ Խոսենք, տեսնենք, թե ինչ կարող ենք անել։ Մեզ համար սա ստեղծել այն կանոնակարգը, որ ավելի լավ առևտրաշրջանառություն ունենա, 5 միլիարդ ժողովրդի մասին է խոսքը 500 միլիոն անձիկ կամ որոնք ապրում են այդ մեր ցակմակում, որտեղ որ ամենամեծ հնարավորություններից մեկն է ընձեռում բիզնես ոլորտներում, որտեղ մենք կարող ենք առևտրաշրջանառություն ունենալ սահմանները հատելով եւ շատ արագ կազմակերպել այս ողջ առևտուրը։ Սա այսպեսով մենք ստեղծում ենք այն կամուրջները, որոնք ենթակառուցվածքային գործընկերություններ են հաստատում։ Դիտական մեր հարաբերությունը գիտեք ինչն է, եվրոպայնացումները, որ մեզ օգներ ոչ թե անդամ դառնալ, այլ գործընթաց, այդ ընթացքը ամրապնդել քո երկիրը, ամրացնել քո երկիրը, քո ինստիտուտներին հզորացնել, քաղաքացիությունը զարգացնել, ժողովրդավարությունն ամրապնդել, ժողովրդավարությունը նախ եւ առաջ դա ազատ եւ արդար ընտրությունների մասին է խոսքը, դուք արդար եք, դուք պիտի որոշեք, ով եք ուզում եւ ում եք ուզում, որովհետեւ եք ուզում գնալ։ Սա է եվրոպական գաղափարախոսությունը, ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարող է դա ընդունվել որպես թշնամական։ Սա որևէ մեկի դեմ չէ, դուք եք որոշողը։ Ուստի այս ընթացքում ԵՄ-ն կարող է շատ օգտակար լինել եւ առանցքային դերակատարում կարող է ունենալ։ Մենք օգնում ենք բարեփոխումներ կազմակերպել, իրականացնել ամենաբարձր ստանդարտներ ներմուծել, էներգետիկ
էներգետիկա ոլորտ լինի, գյուղատնտեսության ոլորտ լինի, թե ցանկացած այլ ոլորտում լինի։ Մարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր։ Անահիտ Մանասյանը խորհրդակցությունից առաջ շրջայց է կատարել մարզային ստորաբաժանման տարածքում քննարկել շենքային եւ աշխատանքային պայմաններին առնչվող կարիքներն ու հնարավոր բարելավումները։ Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի կառուցակարգերում սպասվող փոփոխություններին, դիմում բողոքների պատշաճ ընթացակարգավորմանը, քաղաքացիների ընդունելության գործող ձևաչափերի վերանայման, բարևարկության, նաեւ մի շարք այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին առնչվող հարցեր։ Տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Պաշտպանը նախընտրական շրջանում առանձնահատուկ կարևորել է պաշտպանի հաստատության անկախ, անկողմնակալ եւ ապաքաղաքական գործունեությունը, ընդգծելով, որ այն պետք է իրականացվի բացառապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատի շրջանակում, բացառելով այնպիսի գործիքների կիրառումը, որոնք դուրս են պաշտպանի լիազորությունների շրջանակից։ Ստորաբաժանման ղեկավարը ներկայացրել է քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի շրջանակը։ 2,608,000 հերթական բացահայտումն ընտրակաշառքի գործով հակակոռուպցիոն կոմիտեն տեսանյութ է հրապարակել։ Պարզվել է, որ ուժեղ Հայաստան կուսակցության թեկնածուի կազմակերպմամբ մի շարք անձինք օրենսդրական արգելքի պայմաններում տվել են Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները։ Ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ եւ վարութային այլ գործողություններ։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու եւ անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու հերթական դեպքերը։ Մասնավորապես, պարզվել է, որ ուժեղ Հայաստան կուսակցության թեկնածուի կազմակերպմամբ մի շարք անձինք օրենսդրական արգելքի պայմաններում տվել են Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները։ Խմբի անդամները բացահայտումից խուսափելու եւ իրենց գործողությունների հետագծելիությունը նվազեցնելու նպատակով օգտագործել են միջնորդավորված անձանց եւ նրանց պատկանող ավտոմեքենաները։ Գումարները տրամադրել են հիմնականում կանխիկ եղանակով։ Դրանց ստացման եւ բաժանման գործընթացում ներգրավել են իրենց հետ փոխկապակցված ընկերությունների աշխատողներին ու նրանց շրջապատի անձանց։ Իսկ դրամական միջոցների շարժի վերահսկումը դժվարացնելու նպատակով ծրագրել են ֆինանսական գործառնությունների համար օգտագործել ռուսական բանկային քարտեր։ Ես հասկանում եմ, թե այդ մասուկայությունը անգամ։ Աբրես, հարցերի չի ցավոտամ, ես երեք, ստե։ Այն թղթի պաշկով 20,000 ուղարկել եմ տաշիր, բրատ, արցախցիների համար։ Ես ամեն օր ամեն ամիս այդ կամ փող եմ ծախսում։ Նորից եմ ասում, հարցերի չի։ Բայց մենք նայի, մեզնից սնվում է, որսավան դա տղակա, մենք գիտենք իրան։ Կպե ժողովին ա գնում։ Կպե միջից մարդ կա, նկարում ղրկում ասում է, ախպեր իրան հաց եք տվել, տուն եք տալի, բրատ, կուրս եք սանից, կանգանելա կուրս, սաղ կուրսն են։ Բայց հիմա ես գնամ իրան ասեմ, ես դու էլ մեզնից սնուն չես տանում, կորսանքի Ինչքա չկա, այդ բաները ճիշտ է զամիս մատիշները։ որ ճիշտ է լավ ենք անում, արա փող ծախում, կյանք կատեն, ծարա փող Եթե դե ճիշտ է, ես 2 միլիոն կդաս։ Ապրես դու բենիկ ինչ ես ուզում։ Ոչ մարդը պետք որ փոխանցենք վրան։ Արամանակ ոչ չեն Իսկ որ բանկ փոխանցվի ոնց այդ մարստանը բանկ բդելի մարդը վրա կամ ռուսական եթե մամա կապկան փոխանցի ոնց Խոսակ այդտեղ է ռուսական շարքը փոխանցի ապուքեր խոսքին եթե դաշը փոխանցվի Կարգ դենան կորեք մարդը հազնական է ծեն հանը տանկեր Ղարաբաղցի կուպերանը Դու ունիշտավի մեկն հարուստաց սաղ կյանքուն աստանի պատմի Բայց խնդիրն է դա իջը փող Հերեսոր դա հիմա կարող փոխանցենք դա որին բարեգործական Կավոն կանտիդացիա է նոնոնը մեկ տանտեր անքույն դարվազան անք Ես եմ գոր էդի մեգան նգարես Կամպենաց ասիեց Քելը կեսան ախպեր խո այդ մա չէ բռնեց զիշխես ես շեմ Տանտը իր վտան լեջ գիտենան դու դերտաս իրգնոցով տուն ուրանց մտնիս սիս ախպեր ինաս ինչ կա իդմա դավիժենի պես ախր ախպեր կեսա այդ տան բերա Դու տուն տվել սարթով կերնասիս որնա Տան տերեդոնց միջից կա խոսքին եմ գտու Նատալային տանից բիրդան փող տաս սինք հետվե դեմա գիկան գյոտերին խոսքին սինք բերին Նատալիայի տան աբրողին բդի տաս մեկի տան տիրոջ տաս իդ մջոգիս որն ինչ պահս դա է Արա վախենամ սուծակ լոզեմ Հարաբաղցիկ լմուխան Սգորն ընձ փող տվեց են դրանը
Իմարը ախպեր տան վարձի երեմ հայ կերեք ընձի կծեր ախպեր մի հատ կարտոշկա չգիտեմ 4060 568,000 կարտոշկա այդ պրողան որ շպը դվերոս ախպեր ես տան կարոյի ամինից եկեն ամիս ուրիշ մարդ այդ մարդն է որ ապչում է տեսի մարդը Քավից ես վերում։ Դրանց վերում պետք է։ 2 միլիոն 608 608 Ես մի 58 անգամ ասին ախպեր ծայրաստիճան ուր հայկական կուրս է թռել ախպեր Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ եւ վարութային այլ գործողություններ։ Անչափահասների ներգրավում վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Արդար Քվե դիտորդական կազմակերպության արձանագրած խախտումներն են։ Կառույցը միայն մայիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ստացել է 71 ահազանգ հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ։ Դրանք հավաքագրել եւ պատրաստվում են ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Մենք ստացել ենք 71 առերևույթ խախտում, ընտրախախտման դեպք, իդեպ մենք առանձնացրել ենք 71-ը, ինչու, որովհետև մեզ հետ աշխատում է նաև իրավաբանական փորձագիտական խումբ, եւ այդ խմբի միջոցով կարողանում ենք վերլուծության ենթարկել եւ որ դեպքերը բացահայտ առերևույթ կապ ունեն ընտրախախտումների հետ, ինչ որ չափով մենք տեսնում ենք որոշակի խախտումներ, մենք այն փորձում ենք տարածել մեր լսարանին եւ տալ իրավական գնահատումներ։ Հետևաբար մենք առանձնացրել ենք այս 71 դեպքից խոշոր, այսպես առաջնային կարգի, որով որ օրինակ 16 դեպք մենք արձանագրել ենք պաշտոնական դիրքի, վարչական ու պետական ռեսուրսների չարաշահման առումով, 12 դեպք ատելության խոսքի, նվաստացման, քաղաքական անհանդուրժողականության առումով եւ այս ամենը հիշեցնեմ, որ ընդամենը 7-8 օրվա պատմությամբ եւ իհարկե երրորդ տեղում անչափահասների եւ երեխաների ներգրավումն է քարոզարշավին, որը կազմել է 7 դեպք։ Մնացած դեպքերը եւ այդ դեպքերի հստակ նկարագրությունները կարող եք գտնել մեր վերջնական զեկույցում։ Իսկ քարոզարշավի 11-րդ օրը կուսակցություններն ու դաշինքները շարունակում են շրջել մարզերով ու մայրաքաղաքով, ներկայացնում իրենց ծրագրերն ու բացատրում, թե ինչու հենց իրենց պետք է քվե տալ։ Հայ ազգային կոնգրեսը շարունակում է ներկայացնել ծրագրերը, շփվել քաղաքացիների հետ, լսել նրանց խնդիրները։ Կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը Facebook-յան ուղիղ եթերում մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Ես կարծում եմ Փաշինյանը միտումնավոր դնում է սրման իրավիճակի, ինքը հասկանում է, որ հողը իրատակից գնում է, որ իրան պետք է սրել իրավիճակը եւ ստեղծել անգամ գնալ բախումների եւ այլն եւ այլն։ Ամբողջ պատասխանատվությունը լինելու է քո վրա, Նիկոլ, դրա համար, բայց մեր ժողովրդին ես կոչ եմ անում սառնասիրտ կեցվածքի, մենք պետք է հասկանանք ինչ չարիքի հետ գործ ունենք, պետք է մեր գործողությունները պետք է լինեն շատ սառնասիրտ, հաշվարկված եւ այս պահին գլխավոր բանը ինչ որ մենք կարող ենք անել դա նախապատրաստվել նրան, որ հունիսի 7-ին նրան տանք համաժողովրդական հակահարված։ Այս պահին այսքանը կապի մեջ կլինենք, իրավիճակը թեժանում է եւ միգուցե անգամ այդ կապի անհրաժեշտությունը շատ ավելի հաճախակի լինի։ Շնորհակալություն մինչև մյուս հանդիպումներ։ Մեր մեծագույն խնդիրն է ոչ միայն պետությունը կայացնելն ու ուժեղացնելը, այլ նաև ապահովելը, որ այն սերնդեսերունդ փոխանցվի հարյուրամյակներով եւ հազարամյակներով։ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել քաղաքացիների հետ հանդիպմանը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզարշավն այսօր Լոռու մարզում էր, բայց կային նաև չնախատեսված կանգառներ։ Մեզ համար կարևորագույն խնդիրը գիտակցել եւ արժևորելն է մեր պետությունը, մեր պետականությունը։ Եվ մեր մեծագույն խնդիրը ոչ միայն այսօր պետությունը
կայացնելը, ուժեղացնելը, ամրապնդելը, նրա անվտանգությունն ու բարեկեցությունը ապահովելն է, այլև ապահովելը, որ այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցվի, դարերով, հարյուրամյակներով, հազարամյակներով։ Հայաստան դաշինքի նախընտրական քարոզարշավն Նախուրյանում էր։ Դաշինքի ներկայացուցիչները քաղաքացիների հետ հանդիպմանն անդրադարձել են խաղաղությանը, Հայաստանի Հանրապետության քարտեզին, մյուս ընդդիմադիրներին կոչարել ֆիքսել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Իսկ վարչապետի տեխնացուն ասել է, որ մեկ անգամ սխալվել են հավատալով, բայց էլ սխալվելու տեղ չունեն։ Այս մարդու նախընտրական ծրագիրը մեր ժողովրդի հետ կապ չունի։ Քաղաքացիական պայմանագիրը վաղուց խզել է իր պայմանագիրը ժողովրդի հետ։ ՔՊ-ի ամբողջական ծրագիրը դա խոստում է Ադրբեջանին ու անձամբ Ալիևին։ Մեկ անգամ սխալվել ենք, հավատացել ենք։ Երկրորդ անգամ այլ սխալվելու տեղ չունենք, թիկունք չի մնացել։ Մեկ սխալի համար գինը եղավ հսկայական հողեր, 150,000 փախստականներ, Արցախի կորուստ, 5,000 զոհ եւ այլ։ Հիմա թիկունք չի մնացել։ Հերթական սխալը դա լինելու է Սյունիք, լինելու է Արևմտյան Ադրբեջան, միգուցե մսկիթների կառուցում Հայաստանի տարածքում։ 13-րդ համարի ներքո է ընտրություններին մասնակցում Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը։ Վարչապետի պաշտոնի կռիվ չեն անում, պատրաստ են համագործակցել իրենց հայացքները կիսող ուժերի հետ։ Կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանն ասել է, որ մի շարք հարցերի լուծումներ ունեն, բայց դրանք բավարար չեն։ Հիմական հատկապես շատ մեծ թվով մարդիկ, ովքեր պահանջում են արմատական, ռադիկալ ընդդիմադիր օրակարգ, ովքեր են մեղավոր, ովքեր են հիմա կործանում երկիրը, ովքեր են ուզում մեր քաղաքակրթական, աշխարհայացքային, մշակութային, ազգային ամեն հետ ոչնչացնելով տեղը կառուցել մզկիթ, ովքեր են ուտում ժողովրդի փողերը, ովքեր են սպանել երեխեքին, ովքեր են շարունակում սպանել կամ ճաղավանդակների հետևը պահել այն մարդկանց, ովքեր այս process-ին դեմ են պատրաստվում կանգնել։ Իհարկե պիտի լինի խաղաղություն, իհարկե պիտի լինի հաշտություն, իհարկե մարդիկ պիտի լինեն ապահով, ով որ ասում է, որ չէ, պետք է գնալ պատերազմի, ասում է առնվազն սխալ։ Իհարկե պիտի լինի խաղաղության խաչմերուկ, բայց ոչ ի հաշիվ մեր սեփական պետության տարածքները անվճար տալու։ Ժողովրդավարական համախմբում կուսակցությունը պլանավորած հանդիպումներ չի կազմակերպում։ Շրջում են համայնքներում, մոտենում մարդկանց, շփվում, հարցնում արդյոք գնալու են ընտրության։ Նախորդին թիմը Սյունիքում էր, քարոզարշավը սկսել են Սիսիանից։ Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում գտնվում ենք Գորիս քաղաքում եւ շատ հետաքրքիր փաստ արձանագրենք եւ կարեւոր, որ գորիսեցիների մեծամասնությունը ում հետ հասցրեցինք շփվել, իսկ մենք այսօր շփվել ենք շատ շատերի հետ, բոլորը անխտիր կողմ են խորքային եւ կտրուկ փոփոխությունների եւ այդ փոփոխությունները տեսնում են բացառապես նոր ուժերի միջոցով։ Եվ ինչն է նաեւ շատ կարեւոր, որ նրանց համար միայն նոր լինելը ամենևին բավարար չէ։ Նրանք շատ կարեւորում են գաղափարական հենքը եւ տեսլականը, որը շատ կարեւոր եւ ուրախալի փաստ է։ Իդեպ այս պատշգամբից նաեւ մենք գտնվում ենք այս բան պատմական վայրում, այս պատշգամբից Սյունիքի հերոսական ինքնապաշտպանության ժամանակ ելույթ են ունեցել մեր երկու հերոսները՝ Անդրանիկ Օզանյանը եւ Գարեգին Նժդեհը։ Այս պահին պետական շահի անունն է Սթափություն։ Հանուն Հանրապետության կուսակցությունն է հայտարարում։ Կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանի խոսքով քաղաքական պայքարը չի կարող վերածվել հասարակության պառակտման եւ պետականության թուլացման։ Այս ընտրություններից Հայաստանը պետք է դուրս գա ամրացած պետականությամբ, ավելի հասուն հասարակությամբ եւ ավելի վստահ ապագայի զգացումով։ Արման Բաբաջանյանը խոսել է նաեւ պարտության պատճառների մասին։ Հայաստանի պարտության հիմքում միայն ռազմդաշտը չէր, այլ այն կեղծ անվտանգային համակարգը, որն ավելի քան 30 տարի կապեց մեզ Ռուսաստանից եւ մեզ թողեց անպաշտպան։ Պարտությունը ծնվեց թույլ պետությունից, անկարող ղեկավարումից, ռուսական երաշխիքների պատրանքներից եւ մի ամբողջ քաղաքական դասի անպատասխանատվությունից։ Մեզ համոզում էին, թե Մոսկվան մեր վահանն է, Պուտինը կպաշտպանի, բայց ճգնաժամի պահին այդ վահանը դարձավ փալասի կտոր։ Այսօր բազմագլուխ Պուտինները Հայաստանում ուզում են մեզ վերադարձնել նույն պարտության ճանապարհին, բայց Հայաստանն այլևս չի կարող պարտվել։ Հայաստանի հաղթանակների ժամանակն է, պարտությունը հաղթահարվում է ճշմարտությամբ, պատասխանատվությամբ եւ նոր անվտանգային համակարգով։ Ընտրությունը մեկն է, մնում ենք Պուտին-Էրդողան սեղմվող ակցանի մեջ, թե ընտրում ենք համար 18-ին եւ կառուցում ենք ինքնիշխան հաղթող Հայաստան։
Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Չինաստան պաշտոնական այցից առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել տեսաուղերձով։ Նա հայտարարել էր, որ Ռուսաստանի եւ Չինաստանի բարեկամությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ, եւ որ երկու երկրի հարաբերությունները կայունացնող դեր են խաղում համաշխարհային ասպարեզում։ Պուտինի տեսաուղերձը հրապարակվել էր Կրեմլի կայքում։ Պուտինը հայտարարել է, որ ներկայում ռուս-չինական հարաբերությունները հասել են իրապես աննախադեպ մակարդակի։ Նա բարձր է գնահատել Չինաստանի նախագահ Սի Ցինփինի տրամադրվածությունը երկարաժամկետ հեռանկարում համագործակցելու Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի Դաշնության նախագահը ընդգծել է, որ Ռուսաստանի եւ Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը վաղուց գերազանցել է $200 միլիարդ եւ որ փոխադարձ հաշվարկները գրեթե ամբողջությամբ իրականացվում են ռուբլով կամ յուանով։ Նա նաեւ ողջունել է երկու երկրի միջև առանց վիզայի ռեժիմի փոխադարձ սահմանումը։ Ռուսաստանի նախագահի պաշտոնական այցը Չինաստան տեղի է ունենում մայիսի 19-ից 20-ը։ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին այսօր ժամանել է Հարավային Կորեա։ Տակաիչիի ժամանման ընթացքում անվտանգությունն ապահովելու համար օդանավակայանում եւ դրա շրջակայքում տեղակայվել է շուրջ 170 ոստիկան, ինչպես նաեւ 40 պարեկային մեքենա եւ մոտոցիկլետ։ Դեգուի միջազգային օդանավակայանից Ճապոնիայի վարչապետն անմիջապես ուղևորվել է Հարավային Կորեայի նախագահի հայրենի Անդոն քաղաքի հյուրանոց։ Այնտեղ տեղի է ունեցել երկու ղեկավարների հանդիպումը։ Գագաթնաժողովի ընթացքում Սանաե Տակաիչին եւ Լի Չժեմյոնը քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ, այդ թվում Հյուսիսային Կորեան եւ իրադրությունը Մերձավոր Արևելքում։ Հանդիպումից հետո երկու առաջնորդները հանդես եկան մամուլի համար համատեղ հայտարարությամբ։ Ճապոնիայի վարչապետը հայրենիք կվերադառնա մայիսի 20-ի առավոտյան։ Կատարի վարչապետ եւ արտաքին գործերի նախարար Շեյխ Մուհամմեդ բին Աբդուլռահման Ալ-Թանին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքամ Ֆիդանի հետ, քննարկելով ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հրադադարից հետո լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերը։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումները, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հրադադարի պահպանմանն ու տարածաշրջանում կայունության ապահովման հարցերին։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Մերձավոր Արևելքում անվտանգության իրավիճակին եւ դիվանագիտական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությանը։ Իրանի նախագահ Մազուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ բանակցությունները չեն նշանակում հանձնվել։ Նա ընդգծել է, որ Թեհրանը բանակցությունների մեջ է մտնում արժանապատվորեն, պաշտպանելով իրանցի ժողովրդի իրավունքները։ Այս մասին Փեզեշքյանը նշել է X-ում գրառման մեջ։ Նախագահը հավելել է, որ իշխանությունները կշարունակեն պաշտպանել Իրանի շահերն ու պատիվը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Պարսից ծոցի դաշնակիցների խնդրանքով կարճ ժամանակով հետաձգվում է Իրանի դեմ նախատեսվող հարձակումը, քանի որ պատերազմի ավարտին ուղղված լուրջ բանակցություններ են ընթանում։ Բոլիվիայում հակակառավարական ցույցերը մեծ մասշտաբներ են ստացել եւ տարածվել ամբողջ երկրով։ Ցուցարարների եւ ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել։ Անկարգությունները սկսվել են, երբ աշխատանքային պայմանների դեմ բողոքող հանքագործները երթով շարժվել են դեպի կառավարական պալատ, պահանջելով Ռոդրիգո Պասի հրաժարականը, որը 6 ամիս առաջ էր ստանձնել երկրի նախագահի պաշտոնը։ Հանքագործները պահանջում են պայթուցիկ նյութերի եւ վառելիքի ավելի մեծ հասանելիություն, ինչպես նաեւ պայմանագրերի վերանայում եւ արդյունաբերության կանոնակարգերի կիրառում։ Չնայած բողոքի ակցիայի մասնակիցների մեծամասնությունը հանքագործներ են, սակայն ցույցերին են միացել նաև ֆերմերներ եւ այլ ոլորտների աշխատողներ, որոնք տարբեր վայրերից սկսել են շարժվել դեպի մայրաքաղաք Լա-Պաս։ 17-ամյա եւ 18-ամյա երկու երիտասարդ կրակ են բացել Կալիֆոռնիայի նահանգի Սան Դիեգո քաղաքի մզկիթներից մեկում, սպանելով 3 մարդու։ Նրանք այնուհետև հրաձգության վայրերից մի քանի թաղամաս այն կողմ ինքնասպան են եղել։ Ոստիկանությունը միջադեպը հետաքննում է որպես ատելության հողի վրա իրականացված հանցագործություն։ Հայտնաբերվել էր երկտող, որը պարունակում էր ընդհանուր ատելության ռետորաբանություն եւ ատելության խոսք։ Զոհվածներից մեկը անվտանգության աշխատակիցն է, որը ըստ ոստիկանության մեծ դերակատարում է ունեցել այն բանում, որ հարձակումն ավելի լայն մասշտաբների չի հասել։ Միջադեպը տեղի է ունեցել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթում, որին կից գործում է նաև դպրոց։ Այնուհետև մոտակա ճանապարհի մեջտեղում կայանված մեքենայում գտել են 2 երիտասարդների մարմինները։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։
Եվ հանրապետության տարածքում մայիսի 20-ից 3-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Օդի ջերմաստիճանն էլ վաղը մի քանի նիշ կբարձրանա։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հաջողություն։